Բարի եւ օրհնված օր բոլորիդ սիրելիներս։ Թող օրհնված լինեն ձեր ժամերն ու ժամանակները եւ ձեր կյանքի ամեն ընթացքը, որ ապրում եք Քրիստոսի մեջ։ Եվ իմ խոսքը սկսեմ այս նախադասությամբ. Երանի նրանց, ովքեր հալածվում են Աստծո խոսքի համար։ Երբ որ կարդում ենք մենք Աստվածաշունչը, մենք տեսնում ենք, որ Հիսուսը չասեց, որ իրեն հետևողները միշտ սիրված կլինեն մարդու կողմից, այլ հակառակը։ Եվ այն ժամանակները, եւ հիմա մենք նկատում ենք մի բան, որ մարդը որքան սկսում է հավատարմորեն Աստծո խոսքով քայլել, Աստծո խոսքի մեջ ապրել, այնքան դիմադրությունները ավելանում են, ու ոչ միայն աշխարհի կողմից, այլև հոգևոր մարդկանց կողմից։ Մատթեոս 5-րդ գլուխ 10-րդ խոսք։ Երանի նրանց, ովքեր հալածվում են արտարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Եվ ուշադրություն դարձնենք, որ Հիսուսը չասեց, որ երանի նրանց, ովքեր հալածվում են սխալի համար, այլ արտարության համար։ Այսինքն մարդը ոչ թե հալածվում է իր բնավորության, կոպտության կամ անխոհեմության պատճառով, այլ հենց այն պատճառով, որ մարդը հավատարիմ է Աստծուն։ Բայց գիտենք, կա մի ցավալի իրականություն, որ այս ամենի մեջ ամենածանր հալածանքները գալիս է ոչ թե մեր անհավատ աշխարհի կողմից, այլ հենց հավատացյալ միջավայրից։ Եվ դա Աստվածաշունչը չի էլ բացառել, որ պետք է այսպես լիներ։ Օրինակ, ով էր հալածում մարգարեներին։ Հենց իր ժողովրդի առաջնորդները, ովքեր մերժեցին Հիսուսին։ Հռոմեացիները։ Իհարկե ոչ։ Հիսուսին մերժեցին այն կրոնավոր առաջնորդները, որոնք անընդմեջ կարդում էին սուրբ գրքերը, բայց այդպես էլ չընդունեցին Աստծո որդուն։ Իսկ ովքեր հալածեցին Պողոսին բազմաթիվ քաղաքներում։ Հենց նրանք, ովքեր մտածում էին, թե Աստծուն ճանաչում են եւ Աստծուն հետևում են։ Եվ սա նշանակում է, որ կրոնական լինելը դեռ չի նշանակում, որ մենք Աստծո կամքի մեջ ենք ապրում, որովհետև հաճախ Աստծուն ճանաչող մարդիկ հենց պայքարում են այն մարդկանց դեմ, ովքեր Աստծո մասին են քարոզում։ Երբ որ Սուրբ Հոգին սկսում է աշխատել մարդու ներսից, երբ որ ճշմարտությունը սկսում է մերկացնել բոլոր մեղքերը, երբ որ ավետարանը կոչ է անում ապաշխարության, ապա սկսվում է դիմադրություն, եւ դա բնական է։ Ու այդ ժամանակ ոմանք խոնարհվում են, իսկ ոմանք սկսում են հարձակվել այն մարդու վրա, ով սկսել է Աստծո խոսք խոսել։ Ուղղակի հիշիր, որ լույսի հետ վիճողը լույսին չի կարող հաղթել։ Ուղղակի նրա աչքերը այլևս չեն կարողանա դիմանալ այդ լույսին։ Այսօր աշխարհում ոչ թե պակասեն այն մարդիկ, ովքեր քարոզում ու ավետարանում են Աստծո խոսքը, այլ պակասում են այն մարդիկ, ովքեր կմնան մինչև վերջ հավատարիմ Աստծո խոսքին, եթե նույնիսկ սկսվեն շատ ուժեղ քննադատական խոսքեր հնչեցնել այն մարդկանց շուրջ, ովքեր սկսել են քարոզել Աստծո խոսքը, Աստծո ճշմարտությունը։ Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին չկանչեց քայլելով հեշտ ճանապարհով։ Նա կանչեց քայլելով հենց խաչի ճանապարհով, որովհետև խաչից հետո միշտ էլ գալիս է հարությունը։ Գիտես, հանկարծ չվախենաս, եթե մարդկանց կողմից հասկացված հիմա չլինես ու սկսվեն քննադատությունները։ Գիտես, հիմա ամենակարևորը, որ Աստված քեզ ճանաչի, ոչ թե մարդիկ։ Այսօր քո կատարած աշխատանքը այն վարձքն է, որը դու երկնքում ես կուտակում։ Երբեք հանկարծ չփոխես քո ճշմարտությունը, որպեսզի արժանանաս մարդկանց ծափահարություններին, որովհետև այսօրվա ծափահարությունները վաղը լռություն կդառնա։ Իսկ Աստծունը հավիտենական է։ Ու եթե հիմա դու հալածվում ես միայն այն պատճառով, որ դու սիրում ես Քրիստոսին, ու չես ուզում լռել Քրիստոսի սիրո մասին, ուզում ես նրա մասին պատմել, մարդկանց ավետարանել Աստծո խոսքը, եւ դու դրա համար հալածվում ես, մի ընկճվիր։ Գիտես, երկինքը այս հալածանքը պարտություն չի համարում։ Երկինքը այս հալածանքը անվանում է երանություն։ Եվ Աստծո խոսքում հստակ գրված է. Եթե աշխարհը ձեզ ատեց, իմացեք, որ ձեզանից առաջ
ինձ ատեց։ Հովանես 15:18 խոսք։ Ուրեմն այսօր կանգնիր հաստատուն ոտքերիդ վրա։ Սիրիր առանց ատելության եւ խոսիր առանց վախի։ Եվ մնա հավատարիմ մինչև վերջ, որովհետև նրանք, ովքեր այսօր հալածվում են Քրիստոսի համար, վաղը նրա հետ էլ կփառավորվեն։ Հիսուս սիրում եմ քեզ, ոնց լրացնեմ այդ սերը, չեմ կարող ու չեմ ուզում, սետ է իմ ներսում վարվում, քո սիրով է որ այսօր կամ, քո սիրուց է սիրտը սարքում, քո սերն է ինձ պինդ պահում, սիրուցը չեն զավակներս օրնվում, օրնյալ ես դու իմ Տեր Աստված, հարավոր ես որացիմ Տեր, խաչիդ առաջ եմ հեսնքում, արյանդ առաջ եմ խոնարհվում, օրնյալ ես Սքանչելի ես իմ Տեր Հիսուս, անունդ վեր է ամենից, քաղցրել է ներկայություն ու առավել ամեն ինչից, ինչ է լինի, ուր է լինեմ, սերդ երբեք չեմ մոռանա, քանի շունչ կա ու ապրում եմ, դու իմ սերն ես, քեզ պաշտում եմ, օրինյալ ես Տեր ու փառավոր, չկա ուրիշ սեր քո նման, սիրտս քոնն է եկու ապրիր, հոգիս քոն է այնտեղ բնակվիր, օրինյալ ես Տեր ու փառավոր, չկա ուրիշ սեր քո նման, սիրտս քոնն է եկու ապրիր, հոգիս քոն է այնտեղ բնակվիր